մեր համար կարդա Ջանի Ռոդարի կոնֆետի անձև հեքիաթը։ Երեխաներ, հեքիաթը ինչի մասին է։ Կոնֆետի։ Մի անգամ քաղաքում կոնֆետի անձև էր գալիս։ Ները թափվում էին երկնքից, բայց կարկուտի նման սպիտակ չէին։ Նրանք կարմիր են, Կապույտ էին եւ կանաչ։ Տղակերով կանաչ կոնֆետը եւ բարձվեց, որ խնձորի։ Մի տղա եկերավ կարմիր կոնֆետը եւ տեսավ, որ ելակի է։ Իսկապես կոնֆետները ուրախացան երեխաները եւ արագ-արագ լցրեցին գրպանները։ Կոնֆետները չէին վերջանում։ Անձրևի պես գալիս էին։ Տատիկները կոնֆետները լցնում էին զամբուխի մեջ եւ տանում էին։ Երեխաներ հավատում են, երկնքից կոնֆետ կթափվի։ Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից կոնֆետներ թափվեին, բայց կոնֆետի ամպը գնաց եւ կորեց։ Ինչ գույն ունի քո կոնֆետը, Վիկտորիա ջան։ Կարմիր ինչի է նման, Նարե ջան։ Իմն էլ է կարմիր, իսկ իմը նարնջագույն։ Քոն ինչ գույն ունի, Ռուբեն ջան։ Կանաչ։ Կանանչ ինչի է նման։ Խնձորի։ Ճիշտ է։ Իմը կարմիր։ Չէ, վարդագույն է։ Իմը կարմիր։ Կոնֆետը կարմիր գույն ունի, նման է ելակի։ Կոնֆետի կարմիր է կանաչ։ Ինչի է նման։ Ելակի եւ խնձորի։ Շատ հավես հեքիաթ է գրել։ Իմ կոնֆետը կարմիր է։ Այն նման է ելակի։ Ես շատ եմ ուզում կոնֆետի անձ